Նախորդ տարվա սեպտեմբեր ամսին զանգահարեցի աղասին Մանուկյան եւ հանդիպեցինք այստեղ ու խնդրեցի համատեղ մտածենք, քննարկենք ինչ լավ հումորային պրոյեկտ կարող ենք անել Լոռու մարզում եւ պարոն Մանուկյանը մտածելուց հետո առաջարկեց Լոռի կոմեդին հիմնել եւ իր ջանքերով էլ պրոյեկտը սկսեց ծնունդ առնել։ Ես իմ հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել կրթության նախարարին, որը չմերժեց մեր դիմումը եւ աջակցեց պրոյեկտի իրականացմանը եւ վերջում էլ ժամը տեղը կասենք, որտեղ եզրափակիչի կայանալու կհրավիրենք։ Ես երկու բառով կխնդրեմ ներկայացնեք պարոն Մանուկյան ինչ արինք, ոնց արինք եւ ինչպես պրոյեկտը ծնվեց։ Շնորհակալություն պարոն Մկրտչյան, ասեմ որ պարոն Մկրտչյանի զանգից հետո իրականում շատ ուրախացա, որ մարզի երիտասարդության եւ մշակույթի մասին մտածող մարդ, որ փորձում է երիտասարդության համար շատ կարեւոր բան անի ու ես միանգամից եմ համաձայնել ու մտածել ենք Լոռի կոմեդի նախագիծը եւ ուզում եմ նախ պարոն Մկրտչյան ձեզ մեծ շնորհակալություն հայտնել ու կրթության մշակույթի նախարարին, որովհետեւ առանց ձեր ջանքերի ու առանց ձեր միջնորդության այս նախագիծը կյանքի չէր գա, ինչի համար շատ շնորհակալ եմ ու կարծում եմ, որ Լոռի կոմեդին դեռ երկար կյանք կունենա ու մեր երիտասարդության, մեր մարզի նոր ծագող տաղանդներին մենք միասին կբացահայտենք ու կհպարտանանք։ Այո, վաղը ժամը 19-ին բոլորիդ հրավիրում ենք Աբելյանի անվան դրամատիկական թատրոն, որտեղ կկայանա Լոռի կոմեդիի եզրափակիչ խաղը, իսկ ես կլինեմ ժյուրիի կազմում։ Նույնիսկ Լոռի կոմեդին կլինի պարբերական եւ եւս մեկ անգամ պարոն Մանուկյան աղաս ջան, շնորհակալ եմ։ Ձեզ եմ շնորհակալ պարոն Մկրտչյան։